Պարոն վարչապետ, դեպտեմբերի պատրաստում են հայկական կարգավիճակի հարցը քննարկել ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ պետություններում, եւ նաեւ բացի դրանից էլ մի քանի օր առաջ ընդունված հայտարարությամբ կոչ էին անում, որպեսզի հանրաքվե իրականացվի ԵԱՏՄ, թե ԵՄ ուղղության առումով։ Մենք այս առումով ինչպես են կարողանալու նախ կարգավիճակի մասով արդյոք կարող են զրկել Հայաստանի ԵԱՏՄ անդամ պետության կարգավիճակից եւ հանրաքվեի մասով խնդրում եմ։ Չեն կարող Հայաստանը զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, հանրաքվե տեղի կունենա այն ժամանակ, երբ որ լինի հանրաքվեի առարկա։ Իսկ հանրաքվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմաց լինի պաշտոնապես Եվրոպական միության անդամ դառնալու հարցում կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին եւ ես գործընկերոջ ասեցի, որովհետեւ մենք օբյեկտիվորեն մենք գիտենք, չէ՞ որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակի, մենք դեռ պետք է բարեփոխվենք, այսինքն ինչու ենք ուղղակի ձևի համար դիմում աղմուկ աղաղակ անելու համար, մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, երբ որ նաև Եվրոպական միության մեր գործընկերների գնահատականը կլինի այն։ Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք ինստիտուցիոն սկսած դատական համակարգի անկախության եւ այլն հարցեր ունենք, որոնք պետք է լուծենք։ Այսինքն դա ինքնանպատակ չի մեզ համար եւ ես ասել եմ նաեւ որ Եվրոպական միության անդամ գրելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը ես ընկալում եմ նաև մեզ համար լրացուցիչ խթան, որ մենք շարունակենք նույն տեմպով մեր բարեփոխումների օրակարգը եւ գնանք այդ ճանապարհով։ Երբ որ մենք կամ Եմեն է, պարոն Փաշինյան, ստացվում է մենք սպասում ենք միջև պատրաստվենք Եվրամիությանը, հետո դուրս գանք ԵԱՏՄ-ի։ Դա ես չեմ կարող որոշել։ Իմ խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդը ունենա այլընտրանքներ, Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի ինչ ճանապարհով ենք մենք գնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ օրինակ ես որպես Եվրասիական տնտեսական միության երկրի անդամ եւ բարձրագույն պաշտոնյա Եվրասիական տնտեսական միության, ես կարծում եմ ԵԱՏՄ-ի մեր գործընկերները մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին եւ որոշ հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ-ի համարումը եւ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում Հայաստանում բարձրացրել, ամեն ինչ անում են, որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում ինչնի։ Այսինքն բա հետո մարդիկ են չեն որոշելու, ես չեմ որոշելու, դա հնարավոր էլ չի։ Ես չեմ որոշելու։ How European Union can help? Կհամարեք, որ արդեն հանրաքվեի հարցը հասունացած է։ Ես ասացի, որ մենք պետք է դիմաց Դե նկատի ունեմ, երբ Հայաստանը կորոշի սկսել այս փուլում մենք բարեփոխումների մասին ենք խոսում։ Հիմա դուք չէ լրագրողները բազմաթիվ հարցեր եք բարձրացնում դատական համակարգի հետ կապված, չգիտեմ, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Այդ բոլոր տեղերում մենք պետք է հասնենք մի այլ մակարդակի, որպեսզի մենք օբյեկտիվորեն ինքներս առերեսենք, ասենք գիտենք, մենք արդեն այդքան հասունացել ենք, որ կարող ենք չայլանել։ մոտավոր ժամկետներ մտքում հնարավորինս արագ փորձենք բարեփոխումներ անել, այդ թվում տեսեք մենք հիմա այդ թվում զանգվածային լրատվության միջոցների ոլորտում ենք շատ կարևոր բարեփոխում պատրաստում, մասնավորապես համընդհանուր հայտարարագրման համակարգ մենք շուտով կամ արդեն ընդունել ենք կամ շուտով կընդունենք կարգավորում, որ քաղաքացիները իրենց Եվ պարոն Փաշինյան, ինչու փակվեց Արմատ մեդիան? Իմ հարցին եւս խնդրում եմ պատասխանեք, ես չեմ լսում։ Արմատ մեդիան ինչու փակվեց? Ձեր հրահանգով է ձեր պարգևատրած քննիչը անձամբ փակել։ Ես ձեզ համար վատ նորություն ունեմ, գաղափար չունեմ Արմատ մեդիայի գործունեության մասին։ Բայց փակել եք տվել։ Ինչպես կարող եմ ես փակել տալ մի Ձեր պարգևատրած քննիչը փակեց։ Այս չէ